ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին։ Հիմնական զեկուցող ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյան։ Խնդրեմ, պարոն Ղազարյան։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, հարգելի գործընկերներ, ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության օրենքում առաջարկում ենք փոփոխություններ եւ լրացում, ըստ էության բովանդակային իմաստով առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները եւ քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ, հաշվի առնելով, որ վերջին շրջանում մեր ճանապարհային երթևեկության մեջ ավելացել են այս տեսակի տրանսպորտային միջոցների ուրեմն քանակը, զուտ նաև վիճակագրական տվյալներ ներկայացնեմ, մարտի 1-ի երեկվա դրությամբ մենք ունենք երկրում հաշվառված երկանիվ մոպեդ 2594, եռանիվ մոպեդ 29, տրիցիկլներ եւ քվադրիցիկլներ միասին վերցրած 127 եւ տեսնում ենք, որ ուրեմն ճանապարհային երթևեկության մեջ նրանց ինտենսիվությունը մեծանում է, ըստ այդմ առաջարկում ենք պարտադիր ապահովագրության պահանջի դրույթը տարածել նաեւ տվյալ տրանսպորտային միջոցների վրա։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, հարցեր հիմնական զեկուցողին Գեղամ Մանուկյան։ Պարոն Ղազարյան, ամբողջ քաղաքի գիտի է մոտորների, հատկապես հնդիկների վարարած մոտորների հետ կապված խնդրեմ, որ վերահսկողությունը ոնց է լինելու, որովհետև ինքը սարսափելի բան է, էլի, բարդ աշխատանք է։ Երկրորդը չգիտեմ, հաստատատերը դուք եք, թե ոչ, ես իրականում վարորդ չեմ, բայց շատ հաճախ այդ բողոքը լսում եմ հետևյալի մասին է։ Էլեկտրոմոբիլների ընդհանրապես գույքարկի հետ կապված, ձիաուժի հետ կապված, որը ժամանակ առաջ ձևավորվել են մի քանի ընկերություններ, որոնք բավականին մեծ գումարի վարձատրության դիմաց թեստ են իրականացրել եւ մեքենայի ձիաուժը իջեցրել է։ Պայմանական այսպես ասեմ, շատ էլ չեմ հասկանում այդ մեքենաներից։ Tesla X մեքենայի մարդը 250,000 դրամ վճարել է, ձիաուժը իջեցրել է, ինքը գույքահարկը ավելի քիչ է վճարում։ Մնացած նույն մեքենաները ձիաուժը ավելի շատ են վճարում։ Այսինքն եթե մի մեքենային տեստ են անում, համարում են այս մոդելի մեքենայի ձիաուժը ցածր է, հնարավոր չի դա տարածվի բոլորի վրա։ Հա։ Շնորհակալություն, առաջի հարցին, ինչ վերաբերում է վերահսկողության էլեմենտին, պարոն Մանուկյան, հենց դրա համար էլ նաև այս կարգավորումն ենք նախատեսում, որպեսզի ուրեմն դրանցից բխող պատասխանատվությունը, դրան շահագործումից բխող պատասխանատվությունը ապահովագրվի եւ մենք տենդենսը նկատել ենք, ասում եք վերահսկողությունը ինչպես է իրականացվելու, ինչպես այլ տրանսպորտային միջոցների պարագայում, թե տեխնիկական միջոցներով, թե բարեկային ծառայության ուրեմն ուժերով վերահսկողություն պետք է իրականացվի այդ մեթոդներով, բացի այդ մենք սահմանել ենք նրանց պարտադիր հաշվառման պահանջ, այսինքն նույնականացուցիչ գոյություն կունենա, ունի արդեն նույնականացուցիչ եւ ուրեմն նույնականացվելու է եւ պատասխանատվություն է սահմանվելու այս նույն գործիքակազմով ինչ որ այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ հիմա սա ավելի են խստացնում այն տրամաբանությամբ որ դրանց համար լինեն ապապայմանագրեր, դրանց համար լինի պարտադիր ապահովագրության պահանջ։ Երկրորդ հանգամանքը, երկրորդ հարցը բնականաբար չի առնչվում այս նախագծին, բայց անդրադառնամ էլեկտրոմոբիլների ուրեմն ձիաուժի հաշվարկմանը, կառավարությունում եւս այս ուղղությամբ քննարկումներ են իրականացվում, այստեղ մենք ունենք ԵԱՏՄ-ի պահանջներին համապատասխանության խնդիր, որովհետեւ ԵԱՏՄ-ի ուրեմն օրենսդրությունը ենթադրում է, որ մենք պետք է ունենանք միասնական էլեկտրոնային անձնագրեր այս մասով, եւ մենք տեխնիկական հնարավորությունների խնդիր ունենք։ Հարգելի լրագրողներ, ձեզ հասկանում եմ, հետաքրքիր չի հարցը, որտեղ դուք չունեք այս տրանսպորտային միջոցը, բայց ցույց տվեք մենք աշխատենք լրության պայմաններում ձեր։ Ըստ այդմ մենք ունենք որոշակի հաշվառման գործողությունների իրականացման հստակեցման անհրաժեշտություն, դրա համար ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել համապատասխան կառավարության որոշման փոփոխության նախագիծ տրանսպորտային միջոցների հաշվառման վերաբերյալ, առաջիկայում կընդունվի, թույլ տվեք դետալները հրապարակել այն պարագայում, երբ որ արդեն կընդունվի կառավարության որոշման նախագիծ, ուզում եմ ասեմ, որ այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, նույնիսկ մշակել ենք փոփոխություն
փոփոխությունների նախագիծ եւ շրջանառության մեջ է։ Արձագանք։ Շնորհակալություն, այսինքն կարելի է արձանագրել, որ առաջիկայում հատկապես տարին նոր է սկսում գույքարկի վճարման փուլը չի նոր է սկսվել, կարելի է արձանագրել, որ այդ դիաուժերի համահարթեցման մեխանիզմներ են մշակվելու եւ վարորդները անիմաստ շատ մեծ գումարներից ազատվելու են։ Պարոն Մանուկյան, մենք փոփոխություն ենք իրականացնում կառավարության այն որոշման մեջ, որը առնչվում է տրանսպորտային միջոցների գրանցմանն ու հաշվառմանը։ Մեր լիազորությունների տիրույթը գրանցում եւ հաշվառումն է, ոչ թե գույքահարկի որոշման կանոնները, ուղղակի սահմանված է, որ գույքահարկը որոշվում է ըստ դիաուժերի, դա արդեն մեր կարգավորման տիրույթը չի։ Մենք հասկանում ենք, որ այս կարգավորումը որոշակիորեն ազդեցություն կունենա նաև գույքահարկի հաշվարկման բազայի վրա, բայց կրկին ցանկանում եմ շեշտադրել, որ մեր փոփոխությունները առնչվելու են կարգին եւ համահարթեցվելու է, թե ինչպես պետք է գրանցվի էլեկտրոնային ներողություն էլեկտրոմոբիլը։ Շնորհակալություն, ես հարց ունեմ։ Պարոն Ղազարյան, խոսք գնաց առաքիչների կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցների մասին, որոնք շատ փոքր են, շատ դեպքերում մեծ մեքենավարողները չեն էլ նկատում կողքից անցնողները, նրանք ոնց ուզում քշում են։ Ավելին, նրանք նաև հարմարվել են մեր իրականությանը, որովհետեւ խուսափեն պատասխանատվությունից, հետևի համարները ծռում են։ Բոլորս էլ տեսնում ենք ծռված համարները, որը տեսախցիկները չեն ֆիքսելու, ոչ մի պատասխանատվություն չկա, այդ հարցը ոնց դիլացվի։ Ավելին, մի ուրիշ հարց կա։ Մենք բազմիցս խոսել ենք, որ շատ գերատեսչական մարմինների դեմ, ինչպիսին գլխավոր դատախազությունն է, շարվում են մեքենաները, մեր պարեկները կարողանում են այդ խնդիրը լուծեն։ Մի 4-5 օր առաջ նորից շարված են, ընդհանրապես մեկ տրանսպորտային միջոց մի կերպ կարող էր խցկվել։ Նորից ես խնդրեցի պարոն Խուդինյանին, բայց պետք է չխնդրել։ Ես գիտեմ։ Մանուկյանից մի հիշեցրեք։ Վերջերս հանձնաժողովի նախագահն մինչև չլինելը պարոն Խուդինյանը հարցը լուծեց, բայց դա անընդհատ միջամտությամբ պետքա չլինի, նաև պետքա տվյալ գերատեսչության ղեկավարները իրենց աշխատողները, որպես կանոն հիմնականում իրենց աշխատողներն են, պետքա պատասխանատվություն կրեն այդ խցանումները մեզ խոչընդոտ դարձնելու համար։ Սա որպես բան, հիշեցում եմ ուզում ասեմ, բայց տրանսպորտային այդ միջոցները, մեքենա իրենց օգտագործվող համարների սենց ծռելը եւ դրանից խուսափելու հնարավորություն ձեռք բերելը, մենք ինչ գործիքներ ունենք այդ խնդիրը լուծելու համար։ Շնորհակալություն, պարոն Քոչյան, ընդհանուր առմամբ գործում են նույն կարգավորումների ինչ որ այլ պարագայում, ասենք մեքենաների հետ կապված, որովհետև սա նույնականացուցիչն է եւ անհրաժեշտ է, որպեսզի այդ նույնականացուցիչը լինի հստակ երևացող, որպեսզի կարողանանք պատասխանատվության միջոց կիրառել, բայց հենց այս կարգավորումը, որը մենք ընդունում ենք, այսինքն պարտադիր ապահովագրություն ենք սահմանում, սա եւս կարծում եմ մեկ խթան է, որպեսզի այս դաշտը գա վերահսկելիության տիրույթ։ Ինչ վերաբերվում է ձեր երկրորդ հանգամանքին, նկատի կունենանք ընդհանուր առմամբ շնորհակալություն։ Եվ եւս մեկ խնդիր, մենք ինքնագլդորների հետ կապված քննարկման ժամանակ հիշեցրեցինք, որ նրանք վարելու տարածք չունեն, մայթերով են գնում, շատ դեպքերում հիշում եք ձեզ էլ զանգարեցի, ասեցի, որ իրենք սաղավարտ չունեն գլխի, բան չունեն, դա էլի վտանգ է, բայց ավելին, հիմա վերջերս արդեն 2 հոգով են գնում, կարող է երրորդն էլ ըստի մեկի ուսերին, արագություն են բացում եւ հաշվի չեն առնում, որ այդ արագությունը մայթերում դառնում անկառավարելի, կարող է երեխա լինի։ Մեկ-մեկ նաեւ կարող է այնպես ստացվի, որ անկախ մեր կամքից մենք չնկատենք հրենք եւ նման պարագայում իրենք նաեւ կյանք կարան կորցնեն։ Այս հարցը խստացնելու հնարավորություն ունենք թե չունենք։ Պարոն Քոչյան, ինքնագլդորների հետ կապված դաշտը մինչև մի քանի տարի առաջ ընդհանրապես կարգավորված չէր, որևէ կարգավորում այս առումով չկա, հենց ներքին գործերի նախարարությունն էր հեղինակել մի փաթեթ, որը ընդունվել է խորհրդարանի կողմից, որտեղ սահմանվել են, ասենք, այն գոտիները, որոնցով կարող են երթևեկել ինքնագլդորները, առավելագույն արագությունները, ասենք տարիքային շեմը, ինչպես կարող են օգտագործել, սա դեռ նոր է մտնում մեր մոտ կարգավորման դաշտ, մենք ուսումնասիրությունների տակ ենք պահում անվերջ, մոնիտորինգի տակ ենք պահում անընդհատ այս իրավիճակը եւ կներկայացնենք նաեւ հավելյալ փոփոխություններ։ Շնորհակալություն։ Հարակից զեկուցման համար Ձայնը Տարասյան, Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյան։ Շնորհակալություն։
Ըստ էության նախագծով նախատեսվում է, որ պարտադիր ապահովագրության պետք է ենթարկվեն նաև մոպեդները, տրիցիկլները, կվադրիցիկլները, որովհետև նրանք այսօր արդեն լիարժեք օգտվում են ընդհանուր օգտագործման Հայաստանի Հանրապետության ճանապարհներով եւ հետեւաբար նաև լինում են ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներ, հաջող նաև որպես մեղավոր մասնակիցներ եւ այս նոր իրավահարաբերություններում արդեն անհրաժեշտ է որպեսզի պարտադիր ապահովագրվեն եւ ապահովագրական փոխհատուցումներ տրվեն այն մարդկանց, ովքեր անմեղ են ճանապարհատրանսպորտային պատահարում, սակայն մեղավորը այս նշած տրանսպորտային միջոցների վարորդներն են։ Ելնելով սրանից խնդրում կողմ քվեարկել նախագծին։ Հարցեր հարակի զեկուցողին, հարցեր չկան, հերթագրում ելույթների համար, ելույթներ չկան, քվեարկում ենք ավտոտրանսպորտային միջոցների եզրափակիչ ունեք դուք ավելացնելու բան։ Եթե ունեք, ասեք, Մանուկյանը բացակայում է, բայց Պարոն Ղազարյան, իրականում որպես եզրափակիչ ելույթ եմ սա օգտագործում, բայց Գեղամ Մանուկյանի նշած խնդիրը բավականին շատ է ուզում այսօր մեր քաղաքացիներին, տեսեք, էլեկտրոմոբիլները, որ մտնում են Հայաստանի Հանրապետությունում, նրանց տեխնիկական բնութագրերի մեջ նշված ձիաուժերը մեծամասամբ չեն համապատասխանում իրականությանը։ Շատ են գրում, բայց իրականությունում քիչ է։ Մարդիկ դիմում են ինչ-որ փորձագիտական բյուրոբաների, կազմակերպությունների, վճարում են մեծ գումար, 200,000, 250,000, որպեսզի տեղեկանք ստանան, որ իրենց մեքենայի իրական ձիաուժերի վերաբերյալ։ Դե նրանք էլ ինչ են անում, դա շատ արագ լուծվող խնդիր է։ Եվ ավելորդ այդքան ծախս են անում, կարելի է մի հատ մեխանիզմ մտածել, որ գրանցման փուլում մենք ունենանք հսկիչ ձիաուժերի ինչ-որ ցանկ, հայտնի է արդեն, որ մեքենան ինչքան ձիաուժ ունի, սա թաքցնել հնարավոր չի, եւ ըստ այդմ գրանցումները, հաշվառումները կատարել առանց մարդկանց ուղարկելու ինչ-որ մասնավոր ընկերություններ, որպեսզի 200-250,000 էլ վճարեն եւ տեղեկանք բերեն, որ իրենց մեքենայի իրական ձիաուժը ինչ-որ մի չափի է։ Շնորհակալություն։ դուք հիմա պարոն Մանուկյան ձեր հարցի շարունակությունն էր, պարոն Խաչատրյանես, պարոն Ղազարյան, խնդրեմ։ Ինչպես նշեցի, պարոն Խաչատրյան, այս առումով մենք այդ հստակեցումը նախատեսել ենք կառավարության որոշման մեջ, որը առնչվում է տրանսպորտային միջոցների գրանցմանն ու հաշվառմանը, հստակ քայլերով, ինչպես է արվելու, որ ուրեմն ավելի դյուրին լինի նաև մեր քաղաքացիների համար։ Հիմա քննարկման փուլում է, առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում ակնկալում եմ, որ կլինի համապատասխան կառավարության որոշում։ Շատ լավ կլինի, առաջինից երկրորդ ներսացման ժամանակ մենք կհամոզվենք, որ այդ որոշումը ունենք եւ գործընթացը սկսված է։ Հարգելի գործընկերներ, քվեարկության եմ դնում տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին, օրենքում փոփոխություններ իր վերացում կատարելու մասին օրինագիծը, առաջին ընթերցման դրական եզրակացություն ստանալու դեպքում ներառվի լիագումար նիստերի օրակարգին։ Ովքեր են կողմ։ Դեմ ձեռնպատ չկա միաձայն։ Ասում ենք օրակարգի հաջորդ հարցին։